Շատ կարևոր է չդադարես Տիրոջը սպասելուց, ով ամենասուն։ Հենց դադարեցիր, սատանան կանգնած է, քեզ այդ խաբկանքի մեջ մտցնելու համար։ Թե Սեդրակ Միսաք-Աբեդնագովը դադարեին Աստծուն սպասելուց, ինչ ինչ ասին մեր Աստված մեզ կփրկի ձեր կրակից։ Նաբուգոդոնոսը կփրկի այդ կրակից, բայց եթե չփրկի էլ, մեկը մենք քո կուրքերին չենք պաշտելու, մեկը մենք խաբված վիճակի մեջ չենք մտնելու։ Դրա համար հենց որոշեցիր չներես, հիշի, խաբված վիճակ ես մտնում։ Հենց որոշեցիր Աստծուց չսպասես, հոգնեցիր, դադարեցիր, մտնելու ես խաբված վիճակի մեջ։ Որոշները գիտեք եկեղեցի չեն գալիս, երկար ժամանակ արդեն չեն գալիս։ Իրանք Աստծուց նեղացած են, այդ խաբված ապրում են։ Իրանք անդադ Աստծուց նեղացած են, ինչի համար է իրանց վիճակը տենց։ Սելիկորիզ եղբայրս, եթե որբևայրի կինը հիշում եք առակը, որբևայրի կինը հոգներ մի պահի, ասեր հերիքա, այս դատավորի մոտ էլ չեմ գնալու իմ հարցը լուծելու։ Ես ասեմ, այդ դատավորն էլ ոչ մի բան չէր անի, բայց այդ անընդհատ, անընդմեջ, իր խնդրանքները, այդ նադայլ անել անդադ դուռը ծեծում էր, իմ հարցը լուծի, դեք այդ անխիղճ դատավորի սիրտը դաժե շարժվեց։ Պատկերացնում եք 10 անգամ արել էր, ասենք պատասխանում է 11-ից հետո, 11-րդ անգամից հետո։ Պատկերացրու այդ վերջի 11-րդ անգամը չգնալ, ասել դե հերիքա ոչ մի հույս էլ չկա, ու սաղին գնալ ու սկսել նեղանալ, այս ինչ երկիր է, այս ինչ դատավորներ են անխիղճ, ու տես մտնել այդ խաբված վիճակի մեջ։ Աստված ասում է, եթե այս կինը կարողացավ հավատալ, որ պատասխան կստանա անխիղճ մարդուց, միթե ձեր բարի ողորմած Աստվածը իրավունք պատասխան չի տա իր երեխեքին, ընտրյալներին, որոնք գիշեր ու ցերեկ իրեն են աղաղակում։ Եթե անում ես ծոմ պահեցի, չեղավ ոչ մի բան, շարունակի, մի դադարի, մի անգամ էլ արա, երկու անգամ էլ, երեք անգամ էլ, Աստված բարի է, եթե անգամ պատասխան ուշանում մեկա Տերը հավատարիմ կպատասխանի։